Ուրեմն այսօր կշարունակենք Լերան քարոզը եւ երանելիները կսերդենք մենք, մինչեւ հիմա 7 երանելիներ սերդեցինք, այսօր վերջին երանելին մտնայինք Մատթեոս 5 10, 11, 12 միասին գարտանք Matthew 5, 10, 11 and 12 միասին Երանի անոնց որ հալածված են արդարության համար վասնզի երկինքի թակավորությունը անոնցն է Երանի է ցեզի երբ կնախադեն ցեզ ու գհալածեն եւ սուտ տեղը ամեն գեր քեշ խոսքեր գխոսին ցեր վրա ինձի համար ցնծացեք եւ ուրախ եղեք վասնզի ցեր վարձքը շատ է երկինքը քանզի այս կերպով հալածեցին առաջ եղած մարգարեները բրավո ասի ճաղուր միապերան բոլորդ միասին շատ լավ ուրեմն Գիտենք, որ աշխարհ իսկական հավատացյալը գադ է։ Հիմա գարտացինք։ Երանի անոնց որ հալածված են արդարության համար, Երանի եցեզի երբ նախադեն ցեզ եւ կհալածեն։ Ինչու համար, քանի որ Հիսուս արդեն իր աղոթքին մեջ է սավասիգա։ Նայեցեք Հովաննու 17-ը, 14-ը ինչ կսե Սիլվիա եթե գարտաս։ I have given them your word and the word has heeded them, for they are not of the world any more than I am of the world. Շնորհակալ եմ։ Ես քո խոսքը դանոնց տվի ու աշխարհ զանոնք ադեց։ Վասնզի աշխարհը չեն, ինչպես ես աշխարհը չեմ։ Ուրեմն անագնգալի չի կանք քույրեր, երբ որ նախատինք կա, հալածանք կա եւ զրբարդություն կա, անշուշտ հիմա ավելի պիտի մանրամասնենք, որ ինչս է աս նախատինքը հալածանքը։ Ինչ կնշանակի նախատվել եւ հալածվել, քիչ մի քանի հոմանիշներ դամ ցեզի, synonyms կամ փաստադրողական բառեր, դարաբանք, դարաբիլ, այսինքն affliction, ջնշվածը լալ, ջնշել, oppress, անկստացնել, harass, խոսքով գլասի ընդհանրապես, թավաջանել, betray, հետաբնտել, քեշ ցևով, այսինքն pursue, դանչել, torture, փանդարգել imprison եւ ամենեն ծայրահեղը մարտիրոսություն է մարտիրդում դարաբան կնշանակե նեղություն քաշել գնա ֆիզիկական հոգեգան մտային ինչպես Հիսուս Հովաննու 16:33-ի մեջ ասա որ աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք բայց քաչասի դերեք ես աշխարհի հաղթեցի եսա okay Ուրեմն նեղություն եւ դարաբանքը կյանքին մեկ մասն է։ Ուզենք չուզենք փախուս չի գասիգա։ Բայց անշուշտ մենք չենք խոսիր որ ո՞ր մեկ նեղության մասին։ Գիտեք ամեն բան նեղություն ունի։ Չինացին ալունի, արաբն ալունի, այլասն ալունի, հինդուն ալունի, հավատացյալն ալունի, աս նեղությանների մասին չեմ խոսիր, որ կխոսենք որ նեղության համար, հալածանքի համար, որ արդարության համար է։ Ուրեմն երբ որ մեկը արդարության համար կդարաբի Աստծո մասին ավելի խորունկ ըմբռնում կունենա։ Եվ Սաղմոս 119:71-ը մեզի շատ քեղեցիկ օրեն կփասադրե աս միտքը, եթե արփիկը գարտա մեզի։ Շնորհակալ եմ, աղեկ եղավ ինձի, որ վշտացած է։ Ով գսե աղեկ եղավ որ վշտացա։ Մեկը գսե որ լավ որ աստեղության մեջ են անցա։ Անցածադեն չես կնարսել։ Անցնել է դու գսես որ լավ որ աղեկ եղավ որ վշտացա ինչու որովհետև քու կանոնները ծորվեցա գսեք որ երբ որ նեղութենե եւ դարաբանկե կանցնից նկարակիրը կգերտվի գզորանա դեսանգյունը կընտլայնի պերսպեկտիվը կմեծնագյանքի եւ օկտագարությունը գզորանա աստեցությունը ավելի աստեցիկ վկայություն ունենաս կյանքի մեջ Սուրբ Գիրքի մեջ շատ օրինակներ ունենք Անցիկ, արակյալը լա, 5 դագարանի մեջ են, մարգարեներ, դարբեր անհատներ, որոնք դարաբանք գրեցին արդարության համար, ինչպես որ համարը գսե Երանի անոնց, որ հալածված են արդարության համար։ Առաջին օրինակը ծեր արջև բիտնեմ հալածանք բարին նայիկն է, Բողոս արակյալն է։ Բողոս արակյալ ինքը հալածելու գերտարգոր չէ, Դամասկոսի ջամփուն վրա հալածելու գերտագոր հավատացյալները։ Եվ երկինքեն լույս մը կփայլադագի Եվ ինքը ցիում վրայեն վարգինա եւ ցայն որ գլսե կորց կարակելոց 9:4-ի մեջ իրեն գսե Acts 9:4 Սավող ինչու զիս գ հալածես հալածել ինչսել է դարաբեցնել ջնշել անկստացնել հետաբնթել Փանդարգելու կտաներ կորինքը
քրիստոնյաները հալածելու ինքը գերտարգոր, բայց իրականության մեջ ինքը դերոջ կհալածերգոր եւ անշուշտ ադի իր մեծ դարձի եղավ եւ անկից հետո գիտենք ինչպես իր կյանքը մեկ նեղութենը մյուսը եղավ մեկ դարաբանք է մյուսը ամենալ արդարության համար մեր արչեւը բացարիք օրինակ է Բողոս Արաքյալ 5 դարան երբ որ երթան քանելի կյանքն իր աշխատագիցները թավաջանեցին իրեն ինչու նախանցեցան ինչու միան ինքը պիտի լա ամենամեծը ինչու ոչ մենք մեկ հատ սխալ չենք գտներ կյանքի մեջ ինչ ռին ուրեմն ասմարտը գաղոտ է օքեյ օրենք մահանեցին եւ խորեցան որ այդ օրենքով Թանիելեն այլևս ազատվեցան եւ իրեն ջնշեցին, թավաջանեցին, հանդարգեցին, մերցուցին եւ այլն, բայց Աստված անոթի առույցներուն փերանեն բահեց Թանիելը։ Աստված անոթի առույցներուն փերանեն բահեց։ Սավուղ թակավորը հետաբնտեց բարը հիմա գուզեմ ավելի ընդլայնել, Դավիթը հետաբնտեց, գիտեք ինչպես Վրան չար ոգի ուկար, Դավիթը բալադ ուկար, որ իրեն քնար գնվակե, սուր գնեդեր իրեն։ Երկու անգամ Դավիթին ցերկը անցավ Սավուղը, գնար մերցնել Դավիթ Սավուղին, ըստա որ ես ինչպես դերոջ օձիալին ցերկեր գցնեմ։ Արդարության համար գդարավի գորաստղան։ Սխալպամություն էր որ դարաբան։ Տեսնեք որ ինչպես հետաբնտվեցավ, Թանիել թավաջանվեցավ, Բողոս հալածեց եւ հալածվեցավ, Սավուղ հետաբնտեց Դավիթը, բայց ինքը վրեժխնդրություն Աստծո հանձնեց։ Բողոս եւ Շիղա փանդարգվեցան, ձեծ կերանավորմը Փանդին մեջը, Փիլիպեի փանդին մեջը եւ ատնեղությունների մեջ ինչրին երկեցին ճիշտ աս համարը ապրեցան ցնծացեք եւ ուրախ եղեք 12-րդ համարը քանի որ Աստված իրենց այդ ուժը տվավ որ դոգան եւ արդյունքը ինչ եղավ միշտ արդյունքը լավ է որ մենք կհամբերենք նեղության Փիլիպեի փանդաբեդը աբաշխարեց բոլոր իր ընտանիքով եւ վստահ եմ որ Փիլիպեի մեջ որ Լիտիան ալգար այդ առաջին եկեղեցին հիմնեցին իրենք հոն այն ադեն Անշուշտ սուբկիրքի մեջ ունենք մեր առաջին Մարդիրոսը, որ հիշված է, ով գրնա գրահել անունը, ով էր առաջին Մարդիրոսը, the first martyr. Stephen, այո. Ստեփանոս առաջին Մարդիրոսն էր եւ Աստված արդոնեց որ մեռնի։ Հիմա Թանիելին Աստված չարդոնեց որ մեռնի։ Աստված իրեն բահեց։ Դավիթին բահեց։ Բայց Ստեփանոսին արդոնեց որ մերն մենք Աստծո միտքը չենք կնան հասկանալ բայց ինչ որ ալլա մենք հնազանդ պիտլանք եւ անքան իր թեմքը Սուրբ Հոգիով լեցված էր որ էշտագիմը բես կփայլեր Գործ Կարակելոց 6:15 Acts 6:15 եթե Ռիթան Գարտամեզի Ադյանը զստողներուն ամենքը երբ անոր նայեցան Անոր երեսը հրեշտակի բես դեսան Անոր երեսը հրեշտակի բես դեսան իրեն թադավարություն էր թադավարություն Չի հագաթարցեր որ ինչ անպաստանություններ են զրբարդություն ասի չի բարևեր ֆիզիկականը կամ խոսքովը դարձան քարգոծեցին եւ քարգոծած ադենին Բողոս Արաքյալն ալ բռները իրենց քարգոծողներուն վերարգուները բռները համամիդ է այսին ուղղություն ուտավոր իրենց հալածվեցավ ուրեմն քույրեր ան որ բզախնդրորեն Աստծո խոսքին հնազանդ կաբրի հալածանք գրելու պիտի ակնկալ է որովհետև Սուբկիրքը նայեցեք ինչ գեղեցիկ համարում ունի մեզ 2 Տիմոթեոս 3:12 2 Timothy 3:12 այո սետակույր Եվ ամեն անոնք որ ուզեն աստվածաբաշխության ապրի Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի գրեն Շնորհակալ եմ ան որ աստվածաբաշխությամբ ուզե ապրի հալածանք պիտի գրե It's not if it's when անգլերեն գսեն եթե չէ երբ Հալածանքը երբ պիտի լա Հիմա անշուշտ մենք աս երկիրներում մեջ չենք գնալ փախտadel հալածանք ինչս էլ մենք իրական չենք գիտեր Ոչ մենք Իրանի փանդերում մեջն ենք կամ Նայջերիա կամ Սոմալիա կամ Լիբիա կամ Իրաք կամ Սուդան կամ Սուրիա կամ չեմ գիտեր Աս ամեն երկիրները որոնք oppression այսինքն ջնշում գա եւ հավատքի համարտունը փանդարգվեց եւ իրականության մեջ Աս 20-րդ դարուն ավելի նահատակ եղած է, քան թե քարերը իվեր որ նահատակներ եղած են։ Մենք անշուշտ ավելի ակլսենք հիմա social media կամ եւ այլն news-ը լուրերն ալ կդարածվի։ Հիմա պետք է զանազանենք որ ոյ մեկ նեղություն որ քեզի բադայիմի ես որ օման ես կհալածվիմ որ արդարության համար։ Եթե զրբարդվեցար, եթե մեկը քեզի
խոսք մասավ կամ հալածեց կամ ինչպես որ գնանք բացատրել աս բոլորը գրնալալ որ թուն հագարակության մի ենթարկվեցար քանի որ ցուցմունք մարիր կեսվածք ունեցար attitude-ով այսինքն հբարցեվով վարվեցար գրնալալ որ եթե հեղինակություն մներ չի հարկեցիր անգիր ցևով եղար գրնալալ չէ եթե անոր թիմացը դու խոսք մլսեցիր կամ զրբարդությունը անիմիս է որ աման ես ագահալազվում որ արդարության համար ոչ զադորոշեն գասիգա կամ խոսք մասի դերևս ցավցնող խոսք մասի անհարմար վիրավորիչ սխալ անիմաստ եւ անոր թիմացը հարված մգերար միս է որ կամ փաստա ես կնախատվիմ որ աստծո համար քանի պիտի զադորոշենք շատ հստակ է որ գսե Երանի անոնց որ հալածված են արդարության համար Եվ հաջորդ համարն ալ որ Հիսուս կսե Երանի է ցեզ երբ կնախադեն ցեզ ու կհալածեն եւ սուտ տեղը ամեն գերքեշ խոսքեր կխոսին ցեր վրա ինձի համար Հիսուսի համար okay Գամ գրնա ալալ որ ցուն կհալածվիս որ սխալ արարքներու համար կորձեր է սխալ Գամ ալ մեր ցանածը կհանցենք երբեմն սխալ որոշում կանես կյանքի մեջ Նեղություններու գանտիպիս ասուրդեն եկավ գսես ես ինչրի որ ասիգա հալածվիմ որ ոչ եթե քու սխալից արդյունքն է պիտի ընդունիս ադիգա գամալ շարժարիտները կրնալա սխալ է եւ որ մեգումը գոկնես քու հետի նպատակը ինչ է շարժարից իրական աստծո համար է չենե ասուրդագեն ինձ ինչ կելլե անգլերեն գսեն what's in it for me ինձ ինչ կա ասուր մեջ ինչ մասլահա ունիմ ես այսինքն ինչ շահ կա in other words այսինքն պետք է հասկանանք եւ զադորոշենք որ հալածանքը արդարության համար Հիսուսի համար ուրիշ է, քան թե աթալազանքը եւ նեղությունը, որ ես յանքի մեջ կունենամ գոր տարբեր պատճառներով։ Եվ անշուշտ պիտի գիտնանք, որ արդյունքը ինչ է, երբ որ գահալածվիմ արդարության համար երկինքի թակավորությունը ցերն է գսե, որ ինչպես որ առաջին Երանելիին մեջ ասավ, Երանի հոգյով աղքատներուն, բասնզի երկինքի թակավորությունը անոնցն է։ Ուրեմն հալածանք ինչ կնշանակի քույրեր։ Հավատացյալը, որ Աստծո խոսքին լույսով գկալե Փծախնդրությամբ եւ հնազանդությամբ կաբրի անպայման tension պիտի ստեղծե ուր որ երթա այսինքն բրգում կստեղծե հարաբերությունների մեջ հիմա գիտեք մեկը որ գիտես որ հավատացյալ է փծախնդիր է եւ բարձր մագարտակ կվայ իր ապրելակերպին այդ անցի ներգայացան արժե մարդիկ փած ջոկեր չեն խոսիր չէ հայրանք չեն ուներ ես քիշեմ նույնիսկ մեր դոնը մարդիկ ու կային չէին ծխել բաբայես կքաշվեին Քանի որ զորավոր հոգևոր աստեցություն ուներ ինքնաբերաբար բրգումներ կստեղծվի եւ գրնան այդ մարդիկը ընդվզիլ եւ հագարագի այսինքն ադալ անդրադառնանք եւ մի մորնակ որ քանի որ մեկը որ փրկված է ապաշխարած է մեջ Քրիստոսի լույս ունի աշխարհի մեջ է որ խավար է խավարին եւ լույսի մեջ մինչեւ վերջը tension գա բրգում գա ուշ կամ գանուխ աստծո ջամփու մեջ քանի որ կկալեսկոր ասանք կամանանք դեղեմը հագարակությունը պիտի ունենաս քանի որ հնազանդ ես քանի որ դու որոշես որ ներ ջամփան կալել գիտեք Հիսուսը ասավ ներ է ջամփան եւ քիչ են կալողները ջամփան ներ է եւ քիչ են կալողները բայց աշխարհի ակնոցով լայն ջամփանը չտիրուն է ինչ հանգիստ է լավ որ մը քեֆի ջամփա է բայց աբական գորուստ է իմաստուն անցը աբական կմտածե Եվ նեղ ջամփան գնդրե որ հիմա նեղություն է հիմա դարաբանք է հիմա հալածանք է բայց վերջը լավ է վասնզի երկինքի թակավորությունը անոնցն է հիմա դարձյալ նկատի առնենք Երանելիներու շարքը ինչպես անցյալին միշտ կսեի ասոք մեկը մյուսին վրա աստիճանաբար հիմնված են կարծես թե գնամանի աստիճանին որ առաջին քայլը պետք է անես որ երկրորդին երթաս հետո երրորդին աստիճանաբար բարձրացում է Երանի հոգյով աղքատներուն հոգյով աղքատը ան է որ գսե որ ով Աստված ես սնանկ եմ ես I am bankrupt փամը չունիմ հոգևոր մեջս եկուր ինձի բրգիչը սեղիր երկրորդը Երանի սքավորներուն ան որ իր մեղքերուն համար կսկա մեղավորը լալը կդեսնե երրորդ ան որ հեզ է այսինքն իր իրավունքներեն բազգանցնի գրնա ընել շատ բաներ չներ Աստծո կհանցնի իր թադը չորրորդ ան որ անոթի եւ ծարավ է Աստծով գշտանալու ինչպես եղջերուն ճուրի վդակներուն կփապակի 5-րդ ան որ ողորմած է իր հարաբերությունների մեջ ողորմությունով գհարապերի ան որ սրդով մաքուր է ճիրուն է ոչ ամեն օր ասի գայչուս միշտ մեր ցերկը մեր դունի վրա եք մաքրենք մեր սրդի վրա է պետք է լա մեր ցերկը հոգևոր մաքրելու եւ ինչպես անցյալ շաբաթ նայեցանք Երանի խաղաղություն ունողներուն
Հիմա ասպոլորը ընեսն է, աստված գսե որ օքեյ, մեկ դասարանը բարձրացար, քեզի մեկ հատ հալածանք մղրգեմ։ Եթե դու մյուսներում մեջ ամեն հավադար մապար աստիճան առաստիճան կբարձրանաս կոր, ուրեմն ան որ աստված վարչությամբ կաբրի Քրիստոսով հալածանք պիտի գրե։ Անագնգալի չի կան քույրեր։ Երբ որ կհալածվիս եւ գնահատվիս արդարության համար, Հիսուս ինչ կսե երանելի ես։ Ինչպես որ Հիսուսը ասավ, չեք գնալ երկու դերոջ ծառայել։ Չես գնալ թե աշխարհ, թե հոգևոր։ Չես գնալ երկու քույն առնել, կետնարուջի պես աշխարհիկներուն մեջ աշխարհային ես, իրենց լեզուն կորձածես, հավատացյալներուն մեջ իրենց լեզուն կորձածես։ Հստակ պետք է լա քույնդ, ինչպես որ Թանիել հստակ էր, ինչպես որ երեք Սետրակ Միսակ հապետնակով հստակ էր, որ իրենք չեն բաշխել, ինչ կլա քիչ մձունգիկ այն է, սուդականն էին ասանք։ Սուդական գլուխ ինձրեն կոնա գրագի մեջ չերտային ոչ, հավադարի մեղան։ Ետ մեկը փարոյաբես մաքուր կյանք կապրի, հիմա երդասարտներուն նայենք, դպրոցները կերտան, համալսարաններ կերտան։ Փարոյաբես մաքուր են, այսինքն անփարո մեղքերում հետ չեն մտներ, ուրիշներում մեզ ասոր անորեդ բարգիլ, երթալկալ, աստեսակ բան չի գա, անշուշտ պիտի հալածվին անոնք, դիտեսեն։ Քեզ շաչկո պիտի նայվի, չէ, երդասարտներուն թյուրուն չէ, կամ ան որ ինքսինքը կոնտրոլ գնե, խմիչքի 1, 2, 3 ալկոհոլիկ չլար, օրինակ, ասոնք բաներեն որ մեր երդասարտներուն կվերապերի, հիմա աստարուս մեջը, որ իրենց համար հալածանքներ են անոնք, մենք չենք գիտեր, բայց իրենց ակնոցով հալածանք է, եւ որ բարձ գապլիր, լաքշրի կյանքը չես ապրիլ օրինակ, ցցնելու համար, եւ որ խոնար գապրիս, եւ որ գարեգից ես, ասոնք բոլորը գրնան հալածանքի դուր բանալ մեջը։ Եվ ան որ խավարը գսիրե, լույսին չի մոտենար, ինչպես քիչ առաջ ասենք մենք, լույսի եւ խավարի մեջ միշտ պայքար կա։ Եվ շատեր գրնալալ քու ներգայության հետ խղճարվին։ Լավ բան է ադիգա։ Երանի է քեզի, եթե այդպես է։ Եթե քու ներգայությունը դեղը մդար եւ ամրցա, ասի եկավ զսպվեցեք։ Չեք գնալաս ճոկերը անել։ Ուրեմն երանելի ենք։ Հովաննու 3, 20 եւ 21, John 3:20 and 21, նեկտարքույր։ Բասզի ամեն ով որ չարը դկորձե, անիգա լույսը գադե եւ լույսին կորչի կար, որբեսի իր կորձերը չհանդիմանվի։ Բայց ան որ դժմարտությունը կկործատրե, լույսին կողմուկա, որբեսի հայտի ըլլանթե իր կորձերը աստծմո կորձրեցան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն լույսին կողքան է կհանդիմանվի։ Եթե քու ներգայություն մեգում հանդիմանություն է, օրտնյա ալլադերը։ Ամեն։ Գրնալալ հալածվի սադորամար։ Գրնալալ ասեմ որ մարդիկ դու նա շատ ֆանատիկ ես։ Այսինքն, գիտեք, ծայրահեղ մի լար։ Շատ խորունգ մի երթար։ Հետո խելքդ կտրցնես։ Օրինակ կսեն անակ մարդիկ, չէ՞։ Երբ որ դու հավադարի ես, քու առօրյա սուկիր կարդալուտ մեջը եկեղեցի հաջախել, վգայել, մաքուր կյանք ապրիլ, սուտ չի խոսիլ, սխալ կորձեր չնել, նյութաբանական խարտախություններ չնել, գիտեք։ Ասում եմ մարդիկ նկատի գարդեն։ Ուրեմն երանի է ցեզի գսե, երբ որ դուք արդարության համար կդարաբիք, կհալածվիք, Հիսուսի համար կհալածվիք։ Երբ որ հալածվիք, ուրեմն մենք ինչ պիտենք, պիտի օրհնենք մեզ անձողները եւ պիտի համբերենք։ Դժվար է ըմբռնել, որ մեկը շիրակ կյանք պիտի ապրի, դրա ձեզ պիտի դե։ Դժվար է ասիկա, չէ՞ մա։ Դու գսես яра, բամ չեմ ներգոր սխալ։ Խոսքերուս մեջ սկուշեմ, կորձերուս մեջ սկուշեմ, գեցվածքներս, շարժարիտներս անպան կմակրեմ գոր, նոր են ինձի հագարագու գա։ Ուրեմն երանելի ես դու։ Քանի որ մեկը չի գրնար, մեկը չուզեր նախատվիլ, մեկը չուզեր անպաստանվիլ, չուզեր ընդունված չսկալ, չուզեր ասանք վար նայվիլ, մեկը չուզեր։ Բայց պիտի լան ասպաները քույրեր։ Պիտի լան, քանի որ երբ որ դու Աստծո հետ շիդակ ճամփու մեջ կգալես, հագարագործներ պիտի ունենաս։ Եվ Հիսուս ներջամփան ընդրեց, ինքը մեր քերակույն օրինակն է, մենք ալ իրեն պիտի հետևենք։ Որքան Աստծո մոդաբրիս ագնգալ է հագարագություն։ Ինչպես քիչ առաջ ասի Սետրակ Միսակ հապետնակով, ասի որ թակավորին ով թակավոր, մենք ու գրագետ չենք վախնար, մեզի գրագը պիտի նեդե։ Այն Աստվածը, որ մենք կբաշխենք, մեզի կարող է ազատել։ Եթե չազատեալ, մենք քեզի չենք ծրիր, չի ծրելու, նպատակ ունենալ եւ հավատարիմ մնալ։ Եվ Հիսուս ինչպես ասի մեր քերակույն օրինակն է, Եբրայեցիս 12:2, Hebrews 12:2, սոնա, եթե գարտաս։ Հիսուսին նայինք, մեր հավատքին առաջնորդին ու գադարողին, որ իր արջև գեցած
ուրախության համար խաչը հանցն արավ, ամոթը արհամարհեց ու Աստծո աթորին աչ կողմը նստավ։ Շնորհակալ եմ։ Հիսուս խաչը հանցն արավ ուրախությանը համար, որ իր արջևն էր։ Բիրա Հիսուս տուն արջևը գերտած կոպիտ խաչվիս։ Ինչպես կնաս ուրախալալ։ Այսինքն, ինչպես մենք կնանք ուրախությամբ թիմակրավել մեզի եղած նեղությունը, քանի որ գսե որ ծնծացեք եւ ուրախ եղեք, վասնզի ծեր բարձկը շատ է երկինքը, վաու, շատ է երկինքը։ Ասի ամենադժվար երանելին է քույրեր։ Ամենեն դժվարն է եւ ասի double երանելի է նայսն է։ Առաջի 7 հատ ամեգը շատ ինքնուրույն է, աս 8-րդը երանի անոնք որ հալածված են եւ երանի եթեզ երբ կնախադեն եւ կհալածեն արդարության համար եւ ինձի համար, որովհետեւ բարձկը շատ է երկինքը։ Եվ ինչպես կտեսնենք խոսքս է ցնծացեք եւ ուրախ եղեք, մենք կտեսնենք առաքյալներու մեջ ալ ցնծությունը կար, Գործ Կարակելոց 5:41 Acts 5:41, եթե սոսի մեզի գարտաս։ It's okay. Անոնքալ ադյանեն կացին, ուրախանալու, որ դերոջը անվանը համար արժանի եղան անարկվել։ Ասի աշակերտներն են, հա։ Գործ Կարակելոցի մեջ ասի առաջին եկեղեցին հիմնված է ձեծ կուդեն գոր, կփանդարգվին գոր, ուրախացան գսեգոր, որ արժանի եղան անարկվելու։ Հիսուս իր աշակերտներուն խոսի գոր ասի գակույրեր 12 աշակերտներուն եւ ժողովուրդը որ հոնե իրենց կպատրաստե գոր քանի որ արչևնին դարաբանք կա եւ հիմա ցեզի բիդիսեն Հիսուսի 11 աշակերտները ինչպես մեռան Պետրոսի մասին գիտենք որ ինքը գլուխնի վար խաչված է Անտրիաս իր եղբայրը ասանք X խաչը շեղագի թրված ասանք խաչված է X դիբես Հակոբոսը գլխատված է Հակոբոս Ալփյոսյան James the Less անկլերենով կարգոցված է Թովմասը սուրով սպանված է Հնդկաստանի մեջ կարծեմ եթե չսխալեմ Փիլիպոսը անալ գլուխնի վար խաչված է Պարտողոմեոսը մորթը հաներեն Մորթը անկլերեն ֆրեյդ գսեգոր մորթը քաշած է չեմ գիտեր հայերեն բարգանանք այսինքն չի գծա պատկերացնել Մատթեոսը անասուրով սպանված է Սիմոն նախանցահույս նահատակված է Թադեոս նեդերով սպանված է Հովանես Արաքյալը որ հայտնություն Հովանոնիկը գրած է 90 տարեկանին Պատմոս կղզի մեջ հոն մեռած է բնական մահով բայց աքսորության մեջ մեռած է այսինքն ուրեմն Հիսուս երբ որ ասի իրենց կսեգոր եւ կբադրաստե որ ցնծացեք եւ ուրախ եղեք եւ անոր համար as իրական ինչպես հիմա սոնան գարտած ուրախություն սեբեցին լսել ուրախությամբ ընդունեցին այդ հալածանքը որ իրենց եղավ երբ որ գահալածվիս ու նախադվիս քանի որ Աստծո թակավորությունը առաջնագար կսեբես բծախնդիրես գնամանից 5 դագարանի արաքյալներուն ինչպես մարգարեներուն ինչպես որոսա գարտացինք ցնծացեք եւ ուրախ եղեք վասնզի ծեր վարձքը շատ է երկինքը քանզի այս կերպով հալածեցին Ցեզմե առաջ եղած մարգարեները Հիմա քիչ ուզեմ կորցնական խոսիլ մեզի համար Ասթարուս Թորոնտոյի մեջ մենք որպես հայկիներ ինչ է հալածանքը մեզ պարկաստո մեզ ոչ մեկը փանդ կերտավոր մեզ ոչ մեկը քարգո բիդի քարգոցվի կամ դունը բիդի այրեն կամ բիդի ձեզեն կամ ինչ որ գնեն հիմա գարտնի երկիրներու մեջ բայց մենք Քույրեր ամենը մեծ հալածանքը որ գնանք գրել խոսքի հալածանք է շիրակ եմ մարդիկ խոսին եւ աս խոսքերը մեզի շատ գնգջե կցավցնե կանանք ստացնե եւ ինչպես պիտի թիմակրավենք 5 տեսակ փերանացի վերքեր որ մենք կնանք ընդունել առաջինը cutting words գդրող բարեր որ քեզի կգդրե ասոնք սուր բարերեն քաղցր չեն, ընդհանրապես փարգությամբ լեցուն արդայդություններ են, ինչպես որ Դավիթի եղբայրները իրեն արդայդեցին։ Դավիթի եղբայրները կացած էին Սավուղին բանակի մեջն էին, Գողիաթը եկած է որպեսի մարտահրավեր գարտա եւ Իսրայելի բանակը ջնշե, հայրերնին Դավիթը որ ամենեն բզիգնե գսե որ քնա եղբայրներու որբիսությունը հարցուր իրենց ճաշտար։ Ինչ սխալ բան կա ասոր մեջ։ Ոչ մեկ սխալ բան կա Բայց նայեցեք Դավիթի եղբորը
վերապերմունքը։ Ուրեմն առաջին թագավորաց 17:28-ը 1 Samuel 17:28 բայց արքույր Անոր մենց եղբայրը Եղիավ, երբ լսեց անոր խոսիլը այն մարդոց հետ, սաստիկ փարգությամբ Դավիթին սուտողեցավ ու ուսավ. Թու ինչու հոս եկար, եւ ոչխարները անաբադի մեկ որից կեցիր. Ես քու բարդությունդ ու սիրտիդ չարությունը գիտեմ, անդարագույս. Թուն բادرազմը դեսնելու եկերես. եղբայրն է ասի Իսողը։ Սրդիդ հբարդություն, չարությունը, հբարդությունը գիտեմ։ Ինչպես գիտես, բադահաձ է որ մարդիկ քեզի սխալ թադած են։ Սխալ բան չես ներ որտուն։ Թուն մաքուր կյանք կաբրիսկոր որպես հավատացյալ շիտակ բաները գնեսկոր։ Այսին կորցնական գուզամլալ որ այսօր աստարուս մեջ մենք Թորոնտոյի մեջ ինչ տեսակ հալազանքի գտնանքալ եւ ասի եղբայրն է անողը։ Okay։ Այս տեսակ խոսքեր ուրեմն մեզի գարյուն են, կցավցնեն, գվնասեն եւ մենք ասոր թիմացը ինչ պետք է անենք, պետք է թարնանք։ Այլ ընդհանրակը միտքենից բերենք Սաղմոս 27:14-ը որ գսե դերոջ սպասե, սիրտը թող զորանա, զորացիր ալ դերոջ սպասե։ Քանի որ Աստված կթարցնե, արդեն ասի Եղիապը խոսել են քանի վարգան հետո Դավիթը Գողիաթին վերցուց։ Եվ ամարտ ինչ սավ, Սավուղը հազարավորները Դավիթը փյուրավորները։ Եղբայրը գրսա պերան փանալ։ Աստուծո ցկե Աստուծո, կուկա ժամանակը որ Աստվածանանք կգթարցնե որ անոր պերանը կկոչվի։ Ասի հալածանքի մեկ ցեմներ Դավիթի վրա։ Երկրորդը piercing words, զագող, գծագի քեզի այսինքն piercing, գիտես ասեղի պես մեջդ կմտնա, որ գթափանցե հարցական խոսքեր, նեդեր, որ անցիտ մեջը գերտան, ներսիտիտ եւ ասոնք սանցարցակ փարգությամբ կարծակվին։ Այսին թիմացինը անգլերեն կսեն they lash it out։ Գծկեն անլիշ կնե այսինքն լիշը չի գա հիմա եթե կատղացուն շունմը լիշով է զսպես կոր արցագի ադիգա ինչ կնե կփզկտե աս տեսակ վերապերմունք եւ ասիկա դարձյալ Դավիթի կյանքի մեջ կտեսնենք երբ որ իր դղան Աբիսողոմը իրեն հալածեց ինքը կահացկեց կամ բալադացկեց իր ժողովուրդը արավ անաբատներու մեջը անդարներու մեջը մեկտեղ մյուսը գերտագոր Աբիսողոմն իր ժողովուրդը ունի եւ հետը Սեմեի անով Շմեի խորհրդադում ունի աս Աբիսողոմը եւ նայեցեք ինչ հրամայական խոսքեր կխոսի գոր Դավիթի կամ Գանիձեգոր երկրորդ թագավորաց 16 7 եւ 8 2 Samuel 16:7-8 այո Եվ Սեմի անոր անեցկը դված ադեն այնպես կսեր ելիր ով արունահեղ մարդ ով անորեն մարդ դերը Սավողին դանը փոլոր արունը քուվրատ թարցուց որ անոր դեղ թակավոր եղավ դերը թակավորությունը քու որդիից Աբիսողոմին ցերկը դվավ ահա քու չարիքդ քեզի հասավ քանզի թուն արունահեղ մարդ մնես կդեսնեք որ ասի Դավիթ թագավորին ասի որ արունահեղ մարդ Գանիձեգոր անեցք անորեն մարդ Կսվի ինչ շրավ Դավիթ բամը շրավ Աբիսողոմը չարություն հրավ եւ հորը թեւ աբստամպեցավ հալածանք է ասի անշուշտ Աստծո համար է ցևողը սխալ բամը շրավ Դավիթ եւ աս անհադը որ այսպիսի խոսքեր գլսե գտնա ադիգա եթե քեզի բադայ ասիգա գտնա քու սրդիտ մեջը ոչ ֆիզիկական հոգեկան սրդիտ մեջը փորփոքում գլա LTHB գլա infection քեզի վանտ կնե թյուրին չէ ասիգա բայց Դավիթի վերապերմունքը նայեցեք ինչ պատասխան ուտա որ Դավիթ ասոր եւ նույն գլխում մեջը 16 երկրորդ թագավորաց 16 10 եւ 12 եթե Ժակլին մեզի գարտա բայց թագավորը սա ով Շարուհայրի որդիներ թուք ինձի հետ ինչ ունիք թող դվեք որ այսպես անեց դա քանզի դերը ըսավ անոր Դավիթի անիծե ալ ով գրնա ասե թե ինչու համար այդպես ըրիր Թերևս դերը իմ նեղությանս նայի ու այսօրվան անոր դված անեցքին դեղ ինձի փարիկ հադուցանի շնորհակալ եմ գտեսեք Դավիթի գեցվածքը ինչպես է Ցկեցեք թողանիձե գսե որ գնանք մենք անանգսել մեկ մեզի անիձեն է գնասել Դյուրին չէ եւ ասիգա դղան է Տշնամին դղան է այսինքն պատկերացուցեք այսինքն ով Աստված
հասկացանք մեզի աստիճանաբար կբարձրացնես կոր հոգևոր կյանքի մեջ, բայց աս անեց կնալ, աս հարվածը աս անգյունեն պիտի կա եւ ադիգա եկավ Դավիթի վրա, բայց իր գեցվածքը կտեսնենք կոր, որ երբեք սխալ գերբով չի հագաթարցես, այն ընդհանրակը ապիսողում երբ որ մերավ լացավ Դավիթ, ապիսողում որճագիմ, ով որճագիմ ապիսողումը սա, եւ մոատ, այո, երրորդը, ուրեմն դեսան cutting words, գդրող խոսքեր, piercing, ձագող, երրորդը թունավոր խոսքեր, poisonous words, թույն արձակող, որ գխածնե, գիտեք ինչպես օծը, կամ գարիջը, կամ ոյ մեկենտանի, կամ մեղուն, երբ որ գխայթե, թույնը գցնե մեջը, թույնն է որ քեզի գուրեցնե, infection գուտա, ցերքիդ կամ ուրդեղդ որ խայթվեցար, այսինքն աս անցը որ քեզի գխայթե գոր իր ճշտամությունը բացահայտորեն գհայդարարե գոր թիմացինին գսե գոր ես քո ճշտամիտ եմ եւ ասոր օրինակ դեսնենք մենք Նեհեմիայի քիքին մեջ շատ զանոթ չէ ասպատմությունը լավ գլա որ Նեհեմիայի քիքը գարտակ երբ որ դու ներտակ ուրեմն սանապաղած եւ դուփյա ասոնք երկուքը Նեհեմիան ինչ որ գնեգոր հագարագություն ինչ որ գնեգոր հագարագություն եւ նեկտար քրիեթե Նեհեմիա 6 եւ 7 գարտաս որում մեջ այսպես գրված էր Ասկերու մեջ դստվեցավ ու կեսամը գսետ է տուն հրյաները աբստամպիլ գխորիկ տուն անոր համար գշինես պարիսպը որ անոնց թակավորը լաց ինչպես կսվի նաև Երուսաղի մեջ մարգարեներ հաստատեցիր որբեսի կարոզեն ու քեզի համար ասեն անիգա հրյասանի թակավոր է ու իմա այս խոսքերը թակավորին ագանչ բիասնին ուրեմն եկուր որ մեկտեղ խորհուրդն է Okay. Բոլորովին սուտ բաներ սին Նեհեմիայի մասին Նեհեմիան եկած է Պարսկաստանեն բաներ Շուշանեն մայրաքաղաքեն Արտաշես թագավորին մադրվագաբեդներ եկավ Երուսաղեմ որպեսի բարիսպը շինե Տաճարը շինված է Եզրասի օրով բարիսպը պիտի շինե որ ապահով լան ոչ թագավորը լալու միտք ունի ոչ քեշփան մանելու միտք ունի բայց ինչպես սխալ թարգմանություն թունավոր խոսքեր Քույրեր երբ որ ցեզի սխալ ամբաստանություն եւ թունավոր հարվածներ կուկա մեկ բան պիտի քաչալերեմ բոլորս սկսյալից մե որ քեզի ինչ որ մարդիկ ասեն որ երթալով լսեցիր ինչ ասավ եկուր քեզի պատմեմ ինձ ինչ ասավ եւ մեկ դարաձե ասիկա կդարածվի թույնը ուրիշներ ունագերտա ասի բետ չենենք մենք վստահ եմ որ Նեհեմիա չրավ այլ ընդհակառակը քնած աստուծո արչեւ բացավ ասիկա եւ որովհետեւ թույնը երբ որ գմտնե մեջդ եթե թուն անիգա չի մաքրես պիտի տարածվի մաքրելը շատ կարեւոր է չորրորդ խոսքերը defiling words բիղծ խոսքեր որ գբղձեն մտնոլորտը միտքը գբղձեն գաբագան են այսինքն ասուր օրինակը ցեզի պիտի դամ երբ որ Մովսես 12 լրտեսները ղրգեց բանեն անաբադիմ որ եկբրոսից կերեն կանանու երգիրը կացեք նայեցեք ասավ ինչ տեսակ երգիր է անոնքա կացին ասին գատու մեղր փոխող երգիր է խոշոր ողգույց մնալ իրենց ուսերուն վրա փերծուցին նուրեր փերին ինչ գիտնամ երգին փերքեն փերին Կաղեփ եւ Հեսուսին որ ելնենք ժարանքենք աս երգիրը բայց դասը հադը նոսին հոն հսկաներ գա եւ իրենց ատ անմաքուր խորուտները իրենց կեցվածքով բոլոր ժողովրդին տարածեցին ինչ եղավ 1-2 ամսվա ճամփորդության աս ընթացք որ գար հերավորությունը իրենց տևեց 40 տարի Տարցան եւ բոլոր adene կանկատ շուր ճունինգ միշ ճունինգ զզվեցանք բանանա ուտելեն հոգտեցանք կանկատ միան կանկատ ինչու քանի որ սուտ խոսքերու բիղծ խոսքերու այսինքն աբագանիչ խոսքերու ագանչ տվավ ժողովուրդը ինչ չափ կարևոր է քույրեր մենք իրար ինչ կխոսենք ինչ ռիպորտ կուտանք կաչալերենք գամ գվհադեցնենք մենք որպես մայրեր մեր զավակներուն մեր թորնիկներուն գիտես Գովստա եմ որ մեզ մեկ այդպես չերած, բայց ես ագանչլովս կհիշեմ լսած եմ, երբ որ նոր հարսկա, Ամերիկա ապրեցա, Լիբանան հարսկացի խայլ բադավի շենքի մեջ գաբրիմ, որ շենքը դուր տրացի ամեն, որ կերտ կդրեմ գսե որ մայր մի ռախ չգան։ Ես ալ գակիս միսան փանչեմ լսած դեր ասված գլասի, իրական միտք դրե ասկին իրախ չգան ոտքերը, ինչ է ուշացավ մամային մդիգնելու տերևս, այսինքն վհադեցուցիչ խոսքեր, որ մանավանդ երբ որ բզդիկ մգլսե ադի, չի սրբվիր իր միտքը, չի սրբվիր, որքան կարևոր է մեր խոսքերը,
քաչալերական խոսքեր, սիրո խոսքեր, ասան ցանկ ներշնչող, ոչ թե գիտեք մահ եւ ցանկը լեզվին ցերկ տեքսի արագացի մեջ։ Ինչ կխոսենք մենք։ Կամ ինչ բանի ադանջ կուլաս։ Մեկը քեզի անանգսավ, քեզի սավ դու մարդ պիչնլաս։ Աստված է սողը, Աստված եղավ։ Գնալ գնախանցի որ քեզի իսավ։ Մտիկ միներ։ Եվ 5-րդը այրող խոսքեր, burning words։ Բաներ կա որ խոսքեր կա որ գայրե քեզի, քանի որ փարգությամբ, զրբարդությամբ խոսքեր են ասում։ Եվ ասուր օրինակ կտեսնենք թվոց numbers 16:3։ Գիտեք գորխ կորա անգլերենով, գորխը եւ Թաթան եւ Ապիրոն ասոնք թվոց 16:3 նախանցեցան Մովսեսի։ Եվ ըսին Մովսեսի ու Ահարոնի վրա ժողովեցան ու ըսին անոնց. «Ալ հերիք է երացնիտ, վասնցի բոլոր ժողովքը ամենն ասուրբ են, եւ դերը անոնց մեջ է, եւ ինչու դերոջը ժողովրդին վրա դուք ցեզ բարձրացնեք»։ Տեսակ ինչ հոգի է ասիգա։ Այսինքն ով Մովսեսին գրավ, Մովսես ուզեց ինքը ժողովրդին առաջնորդել ոչ, Աստծոթեն գրավ։ Չեմ երթար, ես խոսում չեմ գիտերս, Աստված գրգեց իրեն, փոխանակ ընդունելու, դուք ով եղաք, որ ինքնին մեր վրա կբարձրացնեք կորսին, ասենք, այսինքն խոսքեր էին, որ այրեցին ուղակի ժողովրդին, եւ Աստված ալգսե, որ երգիրը բացավ եւ իրենց կլեց ամեն։ Եվ 250 հոգի հետերնին։ Այսինքն Աստված այնադեն իր փառությունը ամիջապես կծծներ։ Ուրեմն, երբ որ գնախատվիս, կզրբարդվիս Աստծո հնազանդելու համար, շիդագը անելու համար եւ նեղ ջամփանքալելու համար ցնծա եւ ուրախ եղիր, քանի որ ասիմի անգարելի գլայ որ 8 երանելիները անընդհատ ամեն օր աչքի անցնելով կփորձես ապրիլ։ Եվ ինչպես քիչ առաջ ասի Աստված Ստեփանոսի մարտիրոսությունը կորզածեց, որ Բողոսը բրգվի։ Ամեն մեկ հալածանք, երբ որ դու շիդակ հագաստեցությունը ունենաս, Աստված բարի գտածնի անիգա։ Եվ միշտ հալածանքը լավ արդյունք կունենա։ Պատմությունով գուզեմ վերջացնել եւ ասիգա պատմությունն է Ջոն Բանյան մարդու մասին, որ ծնած է 1628-ին Անգլիո մեջ, ուրեմն գանուխ տարիքեն գամուստանա 20 տարեկանին շատ աստվածավախ կնգամ է հետ, որ միակ օժիդը երկու հատ քիրք ունի եղել, հետը կպերը։ Մեկ քիրքը գսե The Plain Man's Pathway to Heaven, բարձ մարդուն ուղին թեպի երկինք, եւ երկրորդը The Practice of Piety, սրբության կորձնական կյանքը։ Այս երկու քիրքերը կպերը, ուրեմն Ջոն Բանյան գսկսի այս քիրքերը գարտալ, որ մնալ խումբ մգիներու կհանդիպի, որոնք իրեն փրկության ջամփան կբացատրեն, որովհետեւ չի լսած, չի գիտեր որ կբացատրեն եւ ինքը կդեսնե որ մեղավոր է, կընդունի, կաշխարե եւ Աստված անշուշտ քանի որ ամուսնացած է, Աստված գործն է ասնդանիկը 4 սավակներ ունենան եւ ինքը ուրեմն իր արհեստի ինչ որ էր կցկե եւ կսկսի քարոզչությունով սպառվել եւ հովիվ գլա։ Այն ադեմ pedagogan եկեղեցի կար Անգլիո մեջ, թակավորության կողմի հիմնված եւ իրենց օրենքներ որ pedagogan եկեղեցին կողմի թում պետք է վավերացված լաս որպես հովիվ եւ ինչ որ pedagogan եկեղեցին ուզե ադիվիդի սորվեցնես, որ շատը սուկիրքին հագարակ բան ուսուցմունք էր։ Անշուշտ Ջոն Բանյան ասիգա չընդունիր, քանի որ չընդունիր, իրեն գսեն, որ քեզի փանդ կտնենք։ Փանդ կտնեն 3 ամսվա համար, երբ դուրս կանեն թատադավարություն, գսեն, որ եթե գուրանաս Քրիստոսը, գուրանաս, գցկես ասճամբ քեզի դուրս կանենք։ 4 հատ երեխա գադունը։ Եվ եթե չեմ սխալել, ամենամեծ զավակը աղջիկը գույր ծնած է։ Okay։ Եվ այնադեն ոչ գարավարություն գոպնե, ոչ ժառանգա, տրամգա, այսինքն օրաբահիգով գաբրի ամեն մարդ։ Ուրեմն աս մարդը 12 տարի բանտ կերտա, 12 կես տարի բանտ կերտա եւ հետը ունի մի անսուկիրք, and մեկ հատ անգլերեն քիրք մկա The Fox's Book of Martyrs, մարտիրոսներու քիրքը։ Միջև այդ թվականին ովքեր որ նահատակված են Քրիստոսի համար, իրենց քրիստոնեության համար խարույկի վրա այրված են, կարգոծված են, փանդարգված են, ալուսներու կուպ նետված են, ադոնց մասին գարտա։ Գիտեք, առաջին դարուն Ներոն գայստի օրով Հռոմի մեջ հավատացյալներ արուձի փերան գահանեին։ Այդ Կոլոսիումը որ մինչև հիմա գա, անոր արչեվը ժողովուրդ կուքա ամեն գնստի եւ գտիդեն, որ ինչպես արուձը պիտի հարցակի եւ այդ հավատացյալը պիտի հոշտանքի։ Okay։ Ուրեմն ասոնց մասին գարտա։
Հիմա բիտսեք երդասարդ տարիքին ասիկա, 4 երեխա ցկած է, երդասարդ տարիքին փանդն է 12 տարի, what a waste of life։ Երդասարտությունը բջացուց այսինքն։ Գրեթե մինչև 42 տարեկանը փանդը կմնա, այսինքն, անա 30 տարեկանին 42 տարեկան փանդը կմնա, բայց հոնե որ Աստված երին դեսիլ կմուտա եւ քիրք մագը գրե։ Շատ հանրազանոթ քիրք մագը գրե, որ սուբ քիրքեն յետքը ամենաշատ կարդացված քիրքն է։ Անգլերենով գսեն The Pilgrim's Progress, հայերենը քրիստոնյոսի ճամփորդությունը։ Եթե չի սխալեմ 2 տարի առաջ VBS-ի բզիկներուն պատմեցի ես, անոր գրնակը մեղքուրի։ Իրականության մեջ ես այդ քիրքի միջոցով ապաշխարած եմ 8 տարեկանից, քույրս եւ Նիգեն ինձ պատմեց ադի պատկերազարդ քիրքը միջի Էմակովս ունին։ Անկամ եւ Նիգեն եկածերն է փերավ այդ քիրքը սավասիկովդ բայ։ Ինձի դվավ եւ Կոբսը սև ջերմագի անգլերեն էր ես չէի գտար կարդալ անգլերեն կամ հասկանալ 8 տարեկանից ինք ինձ գարտած բացադրեց եւ ես այդ մեղքին փերը ուսիս վրա ասկացի խաչին արչեւ երթալով փրկությունը ստացա 8 տարեկանից ուրեմն ինչ որ է անգլիացի հետ նորեն փանդ կմտնե նորեն գելե բայց 60 տարեկանին կմահանա ասելի 20-ը որ իր ամենեն երդասարդ ամենեն ուժկին ամենեն զորավոր ցանկին ընթացքը փանդանցուց գսես որ ասինչ վատնում յանքի եւ դասարտության բայց ինքը փոխանակ աբստամբելու փոխանակ թարնանալու աստծո ցնծացեք եւ ուրախ եղեք Այդ համար ապրեցա, վասնցի շատ է ծեր վարձկի երկինքը, կանզի այս կերպով հալածեցին ձեզ մի առաջ եղած մարգարեներ, քանի որ ադոր հավատաց, ըմբռնեց, համոզվեցավ, այսօր, որ այսօր քանի 100 տարի անցած էր մահանալուն, ասկիրքը 100-ն ավելի լեզուներով թարգմանված է, բոլոր աշխարհ տարածված է, եթե ցերկերից անցնի կարդացեք, սկանչելի քիրք մնա։ Մեծ օրհնություն կլա։ Ուրեմն, քույրեր, երբ որ կհալածվիս արդարության համար, երբ որ գնահատվիս, ինչպես ասի մենք այսօր փանդերում մեջ չենք, բայց խոսքերով կբադայի մեզի, գեցվածքով կբադայի, քու հոգևոր գեցվածքի համար, քու շիդակ ջամփան ընտրելու համար, ցնծա եւ ուրախ եղիր, բասնզի շատ է ծեր վարձկը երկինքը։ Ամեն։ Դերը օրհնե եւ բոլորիս հավատարիմ բահե։ Քանի որ արչեվնիս մանավանդ հիմա Կանադայի մեջ աս Bill C9-ը որ անցավ եւ ավելի բիդի բանալա երթալեն բիդի սեղմե կառավարությունը հոգևոր մեր ազատությունները այսինքն հանգիստ սուբքիր խոսիլ եւ այլն հետանոսություն բիդի նկատվի Աստված ողորմի աղոթենք քալիք սերունդներուն համար ամեն